Այդ որ մի սկանդալային լուր եք լսում, այդքան պետք չի իրար խառնվել, աջ ու ձախ բոլորին մեղադրել։ Ասում չեք տեսնում այս խնդիրը, ամենքդ ձեր գործերով եք զբաղված, սրա մասին ով պիտի խոսի, ձեր էջում հրապարակեք այս թեման եւ այլ եւ այլ։ Եթե դու էմոցիոնալ որևէ մակարդակի պորտկում ես ունենում, քեզ դա իրավունք չի տալիս հրամայել մյուսին, որ իրենք էլ ապրեն նույն էմոցիան։ Ասում են, եթե բոլորը ձեզ նման լռեն, խնդիրները չեն լուծվի։ Հակառակը, եթե բոլորը շարունակեն ձեզ նման շիլաշփոթ ու խուճապ ստեղծել, խնդիրները չեն լուծվի։ Ասեմ ավելին, շատերը հենց ձեզ նման էլ գործել են, որ խնդիրը դեռ կա։ Ձեզ նման վիզուալ, երևացող, կարևորը թեմայի շուրջ էմոցիոնալ աղմուկ ապահովենք ու դրանով մեզ բավարարենք, իբր ինչ-որ լուրջ գործ արեցինք։ Ցանկացած խնդրի լուծման համար կա երկու տարբերակ՝ արդյունավետ մեթոդներ եւ աղմուկ։ Արդյունավետ լուծումն այն է, երբ ունես լուծման տարբերակ՝ գաղափար, ռազմավարություն, կազմակերպչական ճանապարհով գործի գիտակ մարդկանց հետ անցնում ես լուծմանը։ Իսկ աջ ու ձախ նման սադրիչ մեղադրանքներն անօգուտ են։ Խնդրին օգտակար լինողն էլի օգտակար կլինի կամ արդեն եղել է, իսկ օգտակար չլինողը շարունակելու է անտեսել քո աղմուկն ու ապրել իր կյանքով։ Դուք բղավելով մյուսներին մանիպուլացնում եք ամբողջային բանակ կառուցելու, որպեսզի հզորացնեք ձեր դատարկ աղմուկն ու լայքեր հավաքեք։ Ու վերջում էլ ասեք, որ տեսեք, մենք 4000 հոգով ապահովել ենք կազմակերպված հրմշտոց։ Եկեք միացեք մեր գեղեցիկ քաոսին։ Եթե դու չես տեսել իմ կամ մյուսի արածը, դա դեռ չի նշանակում, որ դու հոգատար ես, մենք էլ հոգեհան։ Ամենքս մեր կարողությունների շրջանակում ենք փորձում անել ինչ-որ բան ու պարտավոր չենք ամբողջին հաշվետվություն տալ։ Վերջապես իսկական գործանողը ինչին է պետք թողնի իր սկսած գործն ու մեղադրի սրան նրան։ Բավական է ձևեր թափեք։ Այդ հոգատար մարդու դիմակն այնքան է հնացել ու մաշվել, չեք պատկերացնի։ Տակից երևում է ձեր սադրիչ հայացքն ու ագրեսիվ կնճիռները։ Ապրեք ձեզ համար։